Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է, որ ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, ողջունում ենք սիրելի հայրենակիցներ եւ մինչ եթերը սկսելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը եւ դիտեք մեր տեսանյութերի առաջինը, ինչպես նաեւ պետք է խնդրեմ կիսվեք եւ լայքեք մեր տեսանյութերը, որպեսզի թե Հայաստանում, թե Սփյուռքում մեր հայրենակիցները դիտեն։ Արամ, ողջունում եմ քեզ նաեւ այսօր մարտի 1-ն է 2008 թվականին հայ ժողովուրդը չի մոռացել, որ այս օրը դաժանաբար ծեծի ենթարկվեց հայ քաղաքացին, մի խումբ սպանվեց, այո, ինչու՞ չէ նաև սպանվեց, եղան զոհեր, եւ Արամ այսօր մենք տեսանք որոշ քաղաքական ուժեր, ինչու՞ չէ նաև հայ ազգային կոնգրես եւ կարելի ասել հայ ազգային կոնգրեսում ընդամենը մի քանի հոգի մնացին հավատարիմ եւ այսօր այդ մարդիկ իրենց գործը շարունակում են իբարս հայ ժողովրդի, այսօր հայ ազգային կոնգրեսը եւ նույն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը միավորվել են կոալիցիային կազմում։ Արամ, ես ուզում եմ հաղորդումը սկսենք մարտի 1-ի այս թեմայից, ինչպես է հնարավոր, երբ դու հայտարարում ես քեզ ծեծում ջարդում են Ռոբերտ Քոչարյանը եւ իր իշխանությունը ծեծեր ջարդեց, այո, ռեժիմը ծեծեր ջարդեց եւ դու հիմա իրանց հետ կոալիցիա ես կազմում։ Այո, Արտուր, այսօր մարտի 1-ն է եւ մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես 2008 թվականին մարտի 1-ին վաղ առավոտյան ժամը 6:00 Սերժիկ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանդան, համազգեստավոր բանդան հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, մարդկանց վրա, որոնք որ ուղղակի այդ պարատկաներում քնած էին, կհիշեք Արտուրը, առավոտյան ծեծելով, ջարդելով, այդպես տան հասցրեցին դեպի Միասնիկյանի արձանի մոտ, ժողովուրդը փախավ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն եւ կարիք չկա խորանանք, թե մանրամասն ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել, տեղի ունեցել կոտորած, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած Ղարաբաղցի տականքները, այսպես նշեմ, Սերժիկի Քոչարյանի գլխավորությամբ, նաեւ այնտեղ կհիշեք իրենց հետի գեղացիկին Լիսկայի գլխավորությամբ, որոնք որ քաղաքացիական հագուստով այդպես մարդկանց բերում էին Մելիք Ադամյան 2, որտեղ որ Լիսկան հենց նշանակվել էր որպես մարտի 1-ի շտաբի պետ, այդ թաղապետերին, այդ թափթփուկներին բոլորին հավաքել էր, բանդաներ էին կազմում եւ ուղղակի հարձակվում էին ժողովրդի վրա, բայց ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին Արտուր, երբ հասկացան, որ ամբողջ աշխարհը արդեն տեսնում է, թե ինչ է տեղի ունենում, որ այդ խաղաղ ցուցարարները ուղղակի քնած էին իրենց պարատկայի մեջ, ազատության հրապարակում եւ իրավիճակը արդեն դուրս էր գալիս այդպես վերահսկողությունից, Ռոբերտ Քոչարյանը ինչ արեց, մի քանի Ղարաբաղցի բոմբ տականքի բերեց Ղարաբաղից, զենքեր բաժանեց Արտուր եւ սկսեց սադրանքները եւ չմոռանանք նաեւ հենց այն երիտասարդի հետ կապված, որ մենք բացահայտել ենք Լեոպոլդի, թե ինչպես սնայպերով գլխից խփեցին ուղղակի։ Մարդը իր տան բակում իրենց հայաթը այսպես նշենք, բոլորս գիտենք մարտի 1-ին ինչ է եղել, վերջերս կանոնավորվեց այդ թամամյան, ինչ է այդ երևույթը մարտի 1-ի գործով, նաև մեղադրանքեր առաջադրել Ռոբերտ Մելքոնյանին նաև։ Այո, ես նշում եմ, որ Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է փեդ են բերթում մարտի 1-ի գործի հետ կապված, չեմ ուզում խորանամ, մանրամասն մենք ներկայացրել ենք, թե ինչպես է տեղի ունեցել, թե ով է հրահանգել այն քնձրոտին, այն ովային կհիշեք, Գազպարյան ռազմականի հետ, մենթերի հետ ոնց եկան հասան ժողովրդի վրա։ Բոլորս գիտենք, ամեն ինչը տեսել ենք, նաև Սերյան Օհանյանը, Տիկին Օհանյանը Ռուզիկի Տրուսիկի ռեզինի այդպես բնակիչը կհիշեք ինչ էր իրականացնում, նույն այն Միխայել Հարությունյանը, ինչ են որ փախել այդ գեներալը, պաշտպանության նախարարը, այնտեղ Խաչատուրով Քաքը, մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք որ շամպես հնազան ծառայում էին Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, բոլորս գիտենք, տեղյակ ենք, հիշում ենք, թե ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս եկան ոստիկանության հետ միասին ժողովրդի դեմ, միմիայն որպեսզի Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պահպանեին իշխանությունը, իրենց թալանը, այդ Ղարաբաղցի տականքները, այսպես նշեմ, դա արդեն փաստ է, պետք չի անընդհատ բարձրաձայնել, որովհետև մեր ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի եւ շատ լավ գիտի եւ մենք բոլորս ականատես ենք եղել այդտեղ, Արտուր, բոլորս էլ մասնակցել ենք այդ ցույցերին, գիտենք ինչա տեղի ունեցել, բայց այդտեղ պետք է անդառնանք Հայ ազգային կոնգրես քաղաքական կազմակերպությանը Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, որ կհիշեք, որ տարիներ շարունակ պայքարում էին ռեժիմի դեմ, այդ
կլանի դեմ իրենց ասելով որ զավթված է իշխանությունը, բայց այսօր չգիտես ինչու կապիկություն են անում նույն հենց Սերժիկ Սարգսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ գնում են իրանց այդ գրպանային լրագրողների մոտ շուտ բոցաշունչ հարցազրույցներով են հանդես գալիս Հայաստանը պետքա փրկենք, ում հետ պետք է փրկես Լևոն Զուրաբյան Հայաստանը, Միշիկի հետ, բա որ Հայաստանը պետք է Քոչարյանի Սերժի հետ փրկես, բայց ժողովրդին եք մարտի 1-ին բերե հասցրել հրապարակ, դուք էլ թողել թռել եք, մի 4-5 հոգի մարդ էր մնացել, հիշեք Արտուր, Նիկոլ Փաշինյանն էր մնացել մինչև վերջ, մի քանի հոգի էին մնացել, Ալիկա Արզումանյան, այն մնացածը շամպես փախան ուղակի, ժողովրդին բեին գցին ոստիկանության բանակի դեմ, սադիչների դեմ, իրանք թողին թռան, հիմա ինչ-որ երկիր են փրկում Սերժիկի ու Ռոբիկի հետ, Լևոն Զուրաբյան դու մենք բարձր ենք գնահատում քեզ կոնգրեսը որպես քաղաքական կազմակերպություն, բայց նաև այս կոնտեքստում Արտուր ուզում եմ ասեմ, որ նրանք եւս հայ ժողովրդի կողմից ստեղծվող պատմական այդպես քաղաքական աղբանոցի հաճախորդներն են արդեն այլևս, նա այն բունդերկինդ կա է, հիշեք այն Հրանտ Վագեցին նա ինչ է։ Դա եւս չէ, որ հոգեկանը խանգարվել է սաղոր ինչ-որ հարցազրույցներ տալի։ Այդ բոլորը եղել են մարտի 1-ին հրապարակում Արտուր։ Ու այսօր երևի մի քանի կոպեկա շպրտե Սերժը կամ Ռոբերտը հիշողության կորուստ են ունեցել։ Մարտի 1-ի հետ կապված ես կարծում եմ, որ այսքանով պետք է սահմանափակվենք եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժիկ Սարգսյանը պետք է կանգնեն նաեւ Թալանի հետ կապված, բայց այդ ամեն ինչը մի կողմ նաեւ այս գործով նրանք պետք է իրենց գիտակցական կյանքի մի մասը անցկացնեն Նարի Հունանյանի հետ միասին խցում։ Արամ, տեսեք, նախորդ հաղորդմանը մենք երբ անդրադարձանք Սեյրան Օհանյանի կնոջը Ռուզաննա Խաչատրյանին, որ թանկանոց պայուսակով տենց Ֆրանսիայում է գտնվում, հենց մեր տեսանյութից հետո նա եւս մեկ լուսանկար տեղադրեց, էլի ռեստորանում, էլի բերանը բաց եւ մեկ այլ Ռեխը բերանը չէ, Արտուր։ Դե Արամ, ունենք այն ինչ ունենք եւ հիմա ինչ է ուզում ասած լինել այս կինը, ինչ մեսիջներ է ուղարկում։ Վիրավորում է ներողություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքը ինչ է ուզում ասել։ Ինքը թանգանոց պայուսակներ ունի, ժողովուրդը չունի, թե արդար թալան է եղել դա։ Արտուր, տեսեք, քանի որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, որը որ եկավ եւ պատկաբուշնիկ դարձեց ուղակի պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանին եւ սարքեց իր ուղակի ջեբի շունը, այսպես նշեմ, 10-ով չիկը, սա գրգռված ման է գալի, Արտուր, երևի մեր հաղորդումները նայում է ավելի այտենց մոտը, չգիտեմ ինչ էր առաջանում եւ էշեշ նկարներ է հրապարակում, նա ես ասել էի, չէ՞ որ ճիշտ կնի, որ ընդհանրապես մի բուր հող ուտի Սեյրանի հետ, Facebook բանը ջնջի, մեր աշկին չերևա, բայց տեսնում ենք, որ սրանց լկտիության չափ ու սահման չկա, հələ փախելա Փարիզ։ Ռուզիկ վզից հետ բռնելու ենք, ականջից հետ բերենք դատենք քեստեղ այդ ամեն ինչի համար։ Ինչի համար հիմա դու մեղադրվում ես։ Սեյանի հետ միասին։ Սեյանը քեզի կանանց գաղութում պեյդաչի է բերելու։ Դոկտոր։ Մենք սրանց նետելու ենք պարության աղբանոց Արտուր, չեմ ուզում սրանց մենք բազմիցս գնահատական ենք տվել, սրանց դիմակը պատրել ենք եւ ապագայում մեծ անելիքներ ունենք իրավական գործընթացների հետ կապված, սրանց պետք է ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրավական գնահատականի արժանացնենք եւ ուր ուզում է փախնեն Արտուր։ Ուր ուզում է փախնեն, սրանք օր ու արև չեն մնալու։ Արամ հայը սրանց հետևից գնալու է։ Անպայման։ Արամ եւ երեք մենք տեսանք միասնության թևեր նախաձեռնության, այո, այդպես նախընտրական պրեզենտացիան, իդեպ Դվին հյուրանոցում, որտեղ վարձակալել է եւ ինչ որ մի պրեզենտացիա կազմակերպել է, այդպես մաչելի հաճույք չի։ Ինչպես նաեւ մեծ քանակի լրատվամիջոցներ հեռարձակում են, դա էլ էր հարցեր առաջացնում, այդ ինչ հետաքրքրություն միասնության թևերի հանդեպ եւ ում շնորհիվ է այդ հետաքրքրությունը եւ ում գումարների շնորհիվ է այդ հետաքրքրությունը առաջացել եւ Արման Թաթոյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի տեխնացուն նա է եւ նա է պատրաստվում ընտրություններին գալ տենց եւ փրկել հայ ժողովրդին եւ դառնա հայ ժողովրդի սիրելի վարչապետը։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր, նշեմ, որ դա միասնության թևեր չի, դա Միշիկի թևերն է, բայց Թաթոյան Արմանի եւ Անյան Դավիթիկին ուզում եմ նշեմ, որ այդ Միշիկի թևերը մենք ուղղակի կդրելու ենք ու գիտի համապատասխան որ մասն ենք մտցնելու Սերժի ու Միշիկի։ Ամոթ հարա
Միշիկի համար քութիկություն է կանում, սաղ աշխարհը գիտի, սաղ Հայաստանը գիտի, գրվել է տարիներ շարունակ Թաթուան Արմանովը ընդհանրապես Արտուր։ Շո նախկիներից է խոսում, ինքը նախկին պաշտոնյա է Սերժի կառավարության ժամանակ փոխնախարար աշխատել։ Ասում նախկինները, քեզից լավ նախկին արա։ Այ Բադր ջան խուրդող գաղութի վրա։ Մենք բացահայտում արել ենք, չէ՞։ Բթոմա ծպտուն հանի։ Թասի տենց հա, տենց չի։ Կաբինետով մաքսային այդ տեսուչի անուն ազգանունով ամեն ինչով ասել ենք, չէ՞, որտեղ ինչ ա եղել։ Ինքը որպես փոխնախարար ում համար է գնացել։ Այդ ինչ Բադր ջան Բիբարեին բերել Վրաստանից, որ բռնվել էին գաղութների համար, այն Օսիկյաններ են։ Այդ Օսիկյանի հետ կապված էլ մենք այնպեսի բացահայտում կանենք, որ ուղղակի հնարավոր է լքի Հայաստանը ինքը անձնական բնույթի, իր ընկերոջ ու իր կնոջ հետ կապված։ Սա էլ է շատ կարևոր, որ մենք այս ցույց տանք մեր ժողովրդին, թե ինչի հետ գործ ունենք, ինչի հետ ենք տարիներ շարունակ գործ ունեցել, որ սրանք սրբություն չեն ունեցել Արտուր։ Սրանց ընտանիքներին նայում ես, բանը, ոչ սրբություն կա, ոչ քերին, այն մեկին տեսանք, չէ՞, քերուկան գա հետ այն հայտնի տերորիստին, այսպես նշան։ Ուրիշ բնակավարում տերորիստ նկատի ունեմ էլի Արտուր։ Ուրեմն եւս մեկ անգամ փաստում ենք, որ դա միասնության թևերը չի, դա Միշիկի թևերն է, եւ այս քաղաքական ուժը ստեղծվել է միմիայն որպեսզի ծառայի Սերժիկ Սարգսյանին եւ Սերժիկ Սարգսյանի հարց Միքայել Միրասյանին։ Հա ժողովուրդը ամեն ինչը գիտի, բայց մենք նաեւ ապագայում քաոզարշավի ընթացքում ավելի մանրամասն ներկայացնելու ենք փաստերով, թե սրանք ով են եւ սրանք քվե չեն ստանալու Արտուր։ Որովհետեւ եթե Արման Թաթուանը, չգիտեմ, վարչապետի տեխնացու Իսկ իրանց տունը ինքը ընտրություն լիչի ինտերվի մոռացել է ամեն ինչի մասին։ Ինչն էր հետաքրքիր, որ այնտեղ հաղորդավարը հայտարարում է, ասում է, դե կարիք չկա ներկայացնելու Արման Թաթույանին, բոլորը գիտեն, բայց վերջերս հարցում էին նկարանը եւ ոչ մեկը չգիտեր, հարցում են, ասում են ճանաչում եք Արման Թաթույանին, ոչ մեկ չի կարողանում այդ հարցին պատասխանի։ Իսկ այդտեղ Արտուր վիզ բան չէր կդրում այտենց։ Դվինում չէ, դու վիզը կդրեմ։ Բարի մարդ էր։ Տես Արտուր, դες ի՞նչն է հարցը։ Հայաստանի Հանրապետությունում 30 տարում ռեյնբոներ են բուծվել, օրինակ Սերժի Քոչյանի օրոք, չէ, վիզ կդրող, սենց ուժեղ տղեկ, բայց նայում ես բանակում չեն ծառայել, հայատիչած չկան։ Պատերազմը եղավ, մտել էին իրաց կանգա համապատասխան մասը դուրս չէին գալի։ Այսինքն Արտուր, լավ ժողովուրդը այս ամեն ինչը տենում է, չէ։ Վիզ կդրենք, այս անենք, այն անենք։ Գնացեք ձեր հարցերը լուծեք, արա։ Մեծ մասի կենալիք իրancs վիզ թրել են Արտուր։ Հյուրանոցներում քաշ են գալի, վերջում էլ Նիկոլ Փաշինյանը ասում են մեզ նկարահանեց։ Այն մարդիկ ասում են մեղավոր են, որ օտար երկրյա քաղաքացի հետ ինֆորմացիա գալիս, որ ինչ-որ մեկը մի հատ քաղաք ուտում է, գնում ենք, բազում ենք։ Տեսանք, չէ՞, ինչ տեղ ունեցավ։ Գնացեք արա ձեզ մի հատ հայլու մեջ նայեք։ Ուրեմն Միշիկի ճուտը քաղաքական հայտ է ներկայացնում։ Մի մարդու, որը որ իր շիրիմը պապական, հորական տուն տեղը թողէ փախել է շամպես։ Վատիկանի պատվարներում է Սերժի հարցը։ Որ փրշտանք գիտեք ինչ կլինի Սերժի ու իր հարցի հետ։ Դե Միքայել Միրասյանի կողմից այդպես ձևավորված բուծված եւս մեկ քաղաքական գործիչ վերջերս անդադ կոչեր էր անում միանան Քոչյանին, միանան բոլորին։ Հիմա այն անտաշուն է դառը։ Հիմա այն անտաշուն է դառը, բանը բլոգերություն է անում։ Արամ եւ շարունակելով ոչ ծիծաղաս, ոչ լացես այս ցիրկի վրա։ Իրոք արդեն այնպես է դառնում, մեր նախորդ հաղորդումը նայում եք, ինձ թվում է ես շատ էի ջրիկացել, շատ էի ծիծաղում, բայց այս մարդկանց մասին կամ պետք է նստես լացես։ Ներողություն եմ խնդրում, Արտուր, ինձ մեկ-մեկ թվում է, որ մեր հաղորդումը քաղաքական չի, հումորային բնույթ է կրում, էլի ինչ որ հումորային կոմեդիա։ Ինչ անենք ժողովուրդ ջան, որ այս խեղկատակ։ Որովհետև հենց մեր հաղորդման հաջորդ օրն է, հաղորդման ժամանակ երբ մենք ասում ենք թոշակների բարձրացման մասին, որ վերագրում են իրանց, գնացեք անգնել են կառավարության դիմաց, ասում է մենք թարս նայեցինք, Նիկոլ Փաշինյանը վախեցավ, թոշակը բարձրացավ։ Պետք է ով են Չալաբեն ավետիքը։ Ավետիքը դες հետո ասում հայտարարում են, այնտեղ քոչարնականներ ավտոյի մեջ ներողություն Արտուր, քանի 100,000 ստորագրություն հավաքեց, որ Արցախը հայկական է, բան սենց։ Ինչ եղավ այդ քվետ։ Որ մասը կողին այդ քվետ արա։ Պատմեմ Չալաբեն ավետիք, որ Վարդան Ռուբոյից գնացը փող էր ուզում։ Դա ամոթ է։ Այս անգամ գիտեմ սրանց Ռուսաստանի տորա փող ուղարկում։ Արտուր էս Թաթույան կոչվածին, այդ բարեկամ ունեն Թաթույան ազգանունով, այն Արա Աբրամյանի ձայքերից է։
Գիտենք ամեն ինչ տեղյակ ենք։ Ուղղակի իրոք ծիծաղը առաջացնում, ասենք կանգնում են այս կառավարության դիմաց, ասում թարս նայեցին Նիկոլ Փաշինյանն, ասում վախից թոշակը բայց ասում էլի պիտի 7-10 անգամ ու այնքան բան են ասեք, այնքան ծիծաղալի էր, որ իրանց անդամներից մեկը նույնիսկ sense համ այս շենքերը ասում է, որ կառուցել են ժողովրդի թոշակով, բա հարցս ուզում տաս, այդ ցավը տանեմ, բայց որ 30 տարի այդ մարդկանց թոշակը վերցրել եք, տարել եք, բան եք արել, որպես ընտրակ կաշառք եք տվել, բա parza այդ շենքերի այդ փողերը, բա եկել եք դուք ձեր բերնով պայքարում եք, յանը Այն իրանց հոր հերացուի շենքերն է, Կոնվերս բանկի շենքը են, Վազգեն Սարգսյան փողոցում կոնգրես հյուրանոցը են, մյուս շենքը, բայց այդքան դուխ ունեք, հենց գնացեք ասեք Ռոբերտ Քոչարյան։ Այդ պիղծ Ուղղակի իրանք էլ են երևի մոռանում ինչ են խոսում կամ ու մասին ինչ խոսան։ Սրանց հավի ուղեղը Արտուր, երևի Սիուշոն ինչ որ ասում եմ, չէ, Գերկուլես է տվել, թափել է ուղեղները։ Արամ եւ մենք երեք տեսանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ավտոբուսով մեկնեցին մարզեր, այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկուսակցական քարոզաշավի մեկնարկն է սկսված եւ Մասիսում, նաև Էջմիածնում, այո, տեսանք Մերձավանում, Արամ, եւ նման կերպ անմիջական շփում եղել է ինչ որ որևիցե մի իշխանության օրոք, ես ուզում եմ հիշեմ, իմ ուղեղում չեմ կարող, բացի ինչ որ նախընտրական տենց մի քանի հանդիպումներից, որ հիմա տենց մոնտաժված, օրինակ Լևոն Քոչարյան դնում է երկու հոգու փաթաթվում են, բան, պապային կբարևես, հա եղել է որ նույնիսկ ասենք տենց այն էր ուղիղ եթերում քաղաքացին եթե վրթոված էլ անգամ արտահայտի իր վրթովմունքը հենց ուղիղ եթերում իր բանը հայտնի Հիմա տեսեք, այս քարոզաշավի ընթացքում միջադեպեր էլ եղան, տեսանք, որ օրինակ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի տարբերություն Սերժիկի ու Քոչարյանի տնից դուրս չգա։ Ոնց որ նրանց տեսել եք մի օր տնից դուրս գան Արտուր։ Դա հենց այդ է ուզում, այդ հարցս այդ է, ցելի հետևորդներ, եթե տենց դեպք եղել է, կխնդրեմ, բացի ասենք հակակոռուպցիոն դատարանի դիմացը Սերժ Սարգսյանի այդ ինտերվյուներից ինչ որ որևիցե տես դեպք եղել է, ասենք եւ ինչն էր բան, որ թեպա այդ ով որ չեն ուզում Նիկոլ Փաշինյանի հանդիպում, ճշշում են դե Ռուբեն Մելիքյանը բան, ես պատրաստ եմ պաշտպանելու իր իրավունքները, եթե ոտնարեն բան, այնտեղ միջադեպ էր եղել, մեկը ասեց չմտնեք իմ խանութ։ Հա, տեսել եմ։ Դե նորմալ է, կարա 10-ից մեկը ասենք չսիրի Նիկոլ Փաշինյանին։ Բայց դա ինչ նշանակի, բայց Արտուր, տեսեք։ Բայց հիմա ասենց ջանեմ ներկայացնում է որ ճշշումներ, բանը գործ չունեն անում, պիտի գնային, ով պիտի գնար ճշշումներ գործել։ Ինչի համար ճնշեին։ Այդ մարդը ճնշված բծած է արդեն։ Այդ ճշշումները Սերժ Սարգսյանի օրոք էր, դուբինկեքով գնում լղկում էին Արտուր, մասիկով։ Ես անկախ ամեն ինչից դա խանութ է, չէ՞։ Վայրը, հիմա ինչ կապ ունի այդ խանութում Նիկոլ Փաշինյանը մտնում ինչ-որ տանձարնի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժը, թե ինչ-որ մեկը։ Այսինքն այդ մարդը արդեն իսկ իր քայլով այդ քաղաքացին ինքը ապացուցեց, որ ինքը ուղղորդված է եղել, ինքը ինչ-որ մեկի ճուտն է դրանցից մեկի։ Այդպես փորձել են սրան սադրեն, ժերտվա տան, ասեն գնա մի հատ էշեշ մի բան արա, թող այդպես այսինքն մի պրովոկացիա լինի, բայց մարդը ասեց մի մտնի, մարդը ասեց չեմ մտնի, հաջողություն, իմը ինչ կա դրա մեջ։ Բա Ռոբերտ Քոչարյանը, այտենց դուխով տղա ես, հելի քուչեկը քեզ ենք սպասում Երևանի։ Քեզ, Սերժիկին, Սաշիկին, բա հələ փողոց։ Իրանք գիտեն ինչ կնի, չէ՞ Արտուր։ Մտնեն մետրոյից դուրս չեն գա օբյեկտիվ պատճառներով։ Ցավոք սրտի։ Հիմա բնական երևույթ է քարոզարշավը պիտի գնան մարդկանց հետ հանդիպեն, ոչ բոլորն է որ իրանց ուզած հարցերն են տալու, հազարատ խնդիր կա, հազարատ խնդիր կա, բայց դա շատ կարևոր բնույթ է կրում Արտուր եւ նայեք տեսեք մեր ընդդիմությունը ինչը չհասկացավ այս 8 տարվա ընթացքում չէ որ իրանք աշխարհ են ստեղծել Արտուր մի 20 հոգանոց իրանք իրար լայքում են իրար այտենց խոսում են իրար գովում են ու կդրվել են ընդհանրապես ժողովրդից սա է հարցը ինչի մասին է խոսքը ասում ընտրություն լինի մարդիկ կան իրանք տան մեջ քվեչ են հավաքի անվավեր կլինի կեսը ձեների մի մասն մեզ կընտրի, գիտեք, օբյեկտիվ պատճառներով։ Էյքերին ցալեկատնի ունեմ, որտեղ իրանք իրենց էյքերից խաբար չեն։ Խաբարը նեն Արտուր, բա այսօր կանգնեին։ Ծիծաղի առարկան էս խեղկատակները կամ Սերժիկին հիշում եք քարոզարշավի ժամանակ ինչ էր անում։ Ինչքան ուզեմ, այդքան կխփեմ։ Մոռացել եք մենք, ինչքան ուզեմ, այդքան կխփեմ։
խփող տղա է դա։ Անկեղծ ես որ նայում էինք այդպես կտրված ոնց որ Քաժնազարն դա տանեին։ Ես գիտեք սրանց որ նայում Քաժնազարի պատմությունն է, Սերժը, Օգանովսկին, Վիտոն, հերոսները, այդ Քաժնազարի պատմությունն է։ Այդ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, հայ ժողովուրդը գնաց պայքարեց, պատերազմը հաղթեց, այս Քաժնազարները իրանց վերագրեցին այդ ամեն ինչը։ Դուք արա ճանճ չեք կարա խփեք։ Դուք լիֆտը կանչեք չի գա։ Դուք ի՞նչ տղա։ Դուք կարա տղա կոչվեք, ձեր տան մեջ եկն է որոշում։ Չեմ ուզում քֆուր տամ Արտուր հայ։ Ուրեմն չնայած քաղաքացիները արդեն դիմում են անպայման քֆուր տու հայ, ես սիրելի հայրենակիցներ, հասնում է իրանց ամեն ինչ էլ, բայց էթիկայի նորմերը խախտելուց չենք ուզում իջնենք այդ մագարտակին։ Հա, սեռական բնույթի հայրանք տանք։ Մենք շատ շուտով եղանակային պայմանները հենց դզվեն, անպայման դրոնով նկարահանելու ենք Սերժ Սարգսյանի առանձնատունը եւ ներկայացնի կարամ եւ Լևոն Քոչարյանը օրերս այդ Գյումրիում տենց այդ հանդիպման ժամանակ կծկծկտուր կադրերից հետո նաև մի հատ կտոր լրագրողները ֆիքսեցին, որ հայտարարել է, որ ոչ մի կոպեկ չի մսխվել Լինսի հիմնադրամի գումարների մասին է ասել, որ Յանի հերը չի կերել։ Մատսիուշոյի արև երթը վայ քակլա։ Սա ես ինչ ասեմ, դուք տեսել եք դրանից հետո ինչ որ լայվ էր մտեկան գա այդ Արտուր։ Հա, պատմում է ինչ որ բանը, երեխեքից է պատմում։ Արա գնել այդ երեխեքը ճշտիմումից են ծնվել, ոնց են ծնվել, այ պատկաբլուշնիկ մտ Թազա իրանց ռեկլամ անելու ձև է։ Էլ բանը գործ չունեն։ Կան այդ բանը, եթե դա մտնում։ Դե դուք ում եք հետաքրքիր։ Ողորմելիներ։ Քրուքանը մենելուց առաջ ասել եմ, չէ՞ ինչ ասել Արտուր։ Անգլերեն ինչ քֆուրներ գիտեք սեռական բնույթի։ Էդի փոխանցել է Ռոբերտին ու Ռոբերտի ընտանիքին։ Վերջ լավ, եթե չէին թալանել Արտուր, Լինսի հիմնադրամի վերջի գումարը խիա Կոլումբիայի համալսարանի փոխանցել Քրքոյանը։ Բայց դրա մասին քիչ են խոսում։ Այնտեղ փողեր չեմ մնացել։ Միլիոններ էր։ Վերջի այդ գումարը Լինսի հիմնադրամը ստեղծվել էր Հայաստանին օգնելու համար։ Վերջի փողը ասեց Կոլումբիայի համալսարանին տվեք Ամերիկա։ Դրանց էլ փող չտակ вообще։ Լավ այդ փաստա չէ։ Սևանի ճամփեն այդ փողը որ կերավ Ռոբերտը Քոչարյան։ Քանի պալասապտիներ Արտուր բոլորը Սևան գնացել ենք։ Ճամփեն տեսել եք։ Երկու գիծ է։ Արնվազը պետք է 6 գից պետք է ներ Արնվազն փողը դրա համար էին տվել։ Հիմա եկել է Լևոն Քոչյանը հեքել է պատմում։ Մարդ, որը որ չգիտեմ Լևոն Քոչյանը ես էլ ինչ ասեմ, սրանց ես ինչ ասեմ Արտուր։ Չգիտեմ Արտուր։ Յուբկա թողնան հաղթեն իրանց հետ է։ Չնայած մի քիչ էլ որ ժամանակ անցնի, արդեն Սիուշան սրանց յուբկա կհաղթնի։ Արամ եւ մենք նաեւ հետեւում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայել այդ հակահարվածներին, իհարկե րոպե առ րոպե իրադարձությունները զարգանում են, միգուցե մեր եթերի ժամանակ արդեն ավարտված է, տա Աստված որ ավարտված լինի այդ հակամարտությունը, քանի որ անմեղ երեխաներ է զոհվում եւ մենք տեսանք նաեւ որ Իրանը սկսել է հրթիռակոծել դեպի Դուբայի ուղղությամբ, Էմիրատների ուղղությամբ, նաեւ Սաուդյան Արաբիան է հայտարարել որ միանում է Իրանի դեմ այս հակամարտությանը։ Ինչ ես կարծում, եթե օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չներեն Իրանին այս գործողությունները, արդյոք հնարավոր է որ Հայաստանի տնտեսության վրա էլ ներազդի այս պատերազմը, քանի որ մենք բոլորս գիտենք այդ հենց Իրանը որքան շահույթ ունի, թե Իրանը, թե Հայաստանը տարանցիկ գոտի անցան այդ Բանդար Աբասը, նաև Բեռներ են փոխադրվում, նաև Հայաստան ապրանքներ են գալիս։ Արտուր տեսեք, հենց այս վտանգները հաշվի առնելու էր, չէ՞, կարևորությունը տվել Նիկոլ Փաշինյանը այն խնդրին, որ այդ Սյունիքի ճանապարհը, որը որ այդ թրիպ կոչվածը պետքա գա անցնի, այդ ընդդիմադիրները խոսում են, չէ՞, Իրանի տարածքով պետքա անցնի, մեր դաշնակիցը, չգիտեմ ինչը։ Հիմա բացացեմ հատուկ դպրոց չգնացած դեբիլների համար, կամ իրենց դեբիլիտետ դնողների համար, նախ եւ առաջ մի քանի տարի շարունակ Իրանը ամեն ինչ արել է, ամեն ինչ փորձել է, որ այդ ճանապարհը անցնի Իրանով։ Ուրեմն տեսեք, Արտուր, իրանք ճանապարհ ունեն, բայց եթե մենք մեր ճանապարհները չբացենք, մենք չունենանք մեր տարանցիկ ճանապարհները, բնականաբար մեր տնտեսությունը վրա կազդի, որովհետեւ եթե հիմա Իրանում պատերազմ է, ռեգիոնը այսպես իրավիճակում է, բայց փաստացի մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Եվ դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք, մեր բանակը չզինվի, դա դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, Արտուր, որ ցանկացած
պարագայում, եթե մենք գնում ենք այս ճանապարհով, օրինակ մենք կառավարությանը շատ ենք քննադատել, բայց արտաքին քաղաքական այս տեսլականը, որ ներկայացնի է Նիկոլ Փաշինյանը, այսինքն մարդը ինչ ասում, մարդը ասում է բերեք բալանսավորված քաղաքականություն վարենք։ Մենք ռուսների հետ խնդիր չունենք, Ամերիկայի հետ չունենք, ոչ մեկի հետ խնդիր չունենք։ Այսինքն այս պարագայում հիմա տեսեք պատերազմը չէ Ուկրաինայում, բայց Հայաստանի տնտեսությունը շահում է։ Վաղը հիմա Պարսկաստանում պատերազմը մեր տնտեսությունը շահելու է։ Կարող է որոշակի սկզբնական փուլում վնասներ կրի, բայց քանի որ մենք նեյտրալ կարգավիճակ ունենք Արտուր, մենք շահելու ենք ու հենց դրա արդյունքում է որ թոշակներն է բարձրանում, տնտեսական աճ է գրանցվում։ Այսինքն այսօր կառավարությունը ասում է դեք ինչ կա ժողովուրդ ջան, մենք ոչ ինչ-որ մեկի կողմն ենք ուզում ասնենք, ոչ մենք ինչ-որ մեկի դեմ կռվենք, պատերազմ անենք, ուզում ենք խաղաղ ապրենք, զարգանանք։ Իսկ դա միանշանակ իրենից ենթադրում է, որ ներդրումները կլինեն ոչ թե Իրանում, չէ Արտուր։ Ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում։ Այսինքն ներդրողի համար ի՞նչն է կարևոր, որ այնպիսի տեղ ներդրում անի, որ գիտի որ պատերազմ չկա, խաղաղություն է։ Ոչ մեկի հետ խնդիր չունի։ Այսինքն սա ամենակարևորը։ Տեսեք հիմա անընդհատ խոսվում էր, որ իսրայելական ռազմական օդանավներ հատուկ միջոցներ կան Ադրբեջանի տարածքում, կա նաև Թուրքիայում կա, այսինքն այս ամեն ինչը վերցելով մենք հասկանում ենք, եթե մենք այս բայդությամբ, չնայած Իրանը մեր բարեկամ երկիրն է, դա մենք ընդունում ենք եւ փաստ է, բայց այսօր նայում ես ընդդիմադիր ինչ-որ եթիմներ, ինչ-որ հերեն էշեշ խոսում են, բա Պարսկաստանում պատերազմը Նիկոլ Փաշինյանը գնացել է Էջմիածին։ Ասենք ինչ պետք է անի։ Պիտի մանգաղն ու աղեղը վերցնի գնա բան Նովրուզի բան է նեղուցը բացի։ Լավ մտ ուրիշ բան ասեմ, երբ որ մենք պատերազմի մեջ էինք Արցախում, ինչ կարող է Այաթոլլա Խոմեյնին ավտոմատով եկել էր Աղդամ բոյեր անում։ Չէ։ Հասկացանք բարեկամ երկիր է, բայց նույնն էլ Միացյալ Նահանգներն է մեզ բարեկամ երկիր։ Ու այս վերջի պայմանավորվածությունը ում շնորհիվ եղավ Արտուր։ Միացյալ Նահանգները երաշխավորության շնորհիվ, չէ։ Ջեյմուկի դեպքերը ԱՄՆ պետքարտուղարը Բլինքենը չէ, զանգահարեց որ։ Այն որ հապկ էինք դիմա, ասում էին ձեր բանը սահմանը չեն իմանում էր սահմանը որն է, քութիկները։ Այսինքն մեզ ընդունել են հապկի անդամ, բայց մեր սահմանները չեն իմացել։ Որտեղ մենք չգիտենք ձեր սահմանը որն է։ Լուրջ։ Այս ամեն ինչը պետք է հաշվի առնենք, չէ, Արտուր։ Դա էս այդ նույն ուժեղ ընդդիմադիրներն էին, որ թոշակի հարցը լուծեցին, վախացրեցին, հիմա ասում են նստել է նարդի էս խաղում կամ բլոտ էս խաղում, ասեք արտաքին գործերի նախարարությունը իր գործը անում է։ Ինչ պետք է անել, վարչապետի կողմից։ Տեսեք, 70-80 միլիոնոց երկիր է Իրանը։ Իսրայել, Միացյալ Նահանգներ, Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Բահրեյն, Հորդան։ Այսինքն մենք այդտեղ ինչ գործ ունենք Արտուր։ Դե Արամ ջան, իրանց օրինակ ձեռ չէր տա հարց ուղեին, ասեն, սիրելի կրեմլ, պատերդ պաչենք, իսկ ինչի ասենք Հա, այդ Ռուսաստանում չի ասել խի բան չեն անում։ Իրանին թողեցիք Զախարովան հայտարարությունների հիմա վրա մնացել։ Ասենք, եթե Այաթոլլա Խոմեյնին Չալեբյան Ավետիքի հորողպորտ տղեն, այդ ուրիշ բան։ Չկա Չալեբյան Ավետիկը հելնի գնա, ընդ իր մասնակցությունը ունենա։ Լավ ամոթ է, սթափվեք, տղաներ եւ աղջիկներ։ Ես հասկանում եմ, որ ծանր են տանում։ Իրանց նպատակը ո՞րն է, չէ՞ այն որ 2 տարի մոտ ռազմական փորձագետ բան ունեին, որ կրթություն չունի, բայց ռազմական 5-րդ տարիքում ռազմական Ադրբեջանը հարցական դեպքում 40 րոպեից երաշխիք կհասնի Երևան, բան 5 տարի այդ էր ասում։ Լավ չեք ամաչում։ Թո Սիրուշան տվածա բոլորը ապրում։ Թո Ռոբերտո Սիրուշան մտածեն, չան Սիրուշան մտածելու բան չունի։ Տղամարդկանց հետ լավ էլ ինքը ժամանակ կանցկացնի։ Կարող է Սիրուշայի համար նկատի ուներ կամ Քոչյանի, Սերժի, չէ՞, այդ փորձագետը, այդ էքերի հետ կապված, որ չեն կարող դիություն անել։ Այն մեկն էլ գրգռված Փարիզում ֆրֆռում է։ Գնացեք տեր եղեք, արա ամոթ է։ Սրանց ինչ ասեմ ես Արտուր։ Չեմ ուզում եմ բան ասեմ, բայց եթերային չի դրա համար։ Դե օրինակ տես, արա, վերջերս որ տեսանյութ տարածվեց, որ Իրանի քաղաքացիներ, թե Ռուսաստանի, չեմ հիշում, այդ որ ադրբեջանցիները ազգության, որ եկել էին շրջում էին բանով, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ
Նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք են եկել այդ մարդիկ։ Արտուր լավ, մենք հո Թուրքիա գնացել ենք այս վերջում Ստամբուլում գնացինք Սոֆիայի տաճարը տեսանք։ Ռուսաստանի քաղաքացի է կամ ասենք Իրանի քաղաքացի է, հիմա ազգությամբ Ադրբեջան լինի, թե քուրդ լինի, կարա գա։ Սերժ Սարգսյանն ասում է ձեր իշխանության օրոք են, ասում է իմ իշխանության օրոք, զարմանում է։ Դե մի հատ ինքը տեղյակ չի եղել ոչ։ Ախր չարցեցին որ Պարս Սարգսյան, եթե դուք կազինոյում նստած չնեք, կարող է ահացը որ զեկուցում եք էտի, հա։ Ասենք զեկույցը կարդայիք, բանը։ Ոսպե եթե եղել է, բայց ինչի՞ չէ զեկուցել։ Դե ասենք այսպես բենզինի տակ էր երևի։ Ֆլեշի բարձր հետ բենզին էին արել։ Արամ եւ քո Որ բենզինից չլներ կիմար Արտուր։ Արամ եւ քո դիմաց տեսնում թղթապանակը, խնդրեմ ներկայացնես ինչ փաստեր ունես այսօրում մասին է։ Այսօր շատ կարևոր բացահայտում ենք իրականացնելու Արտուր, ես մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ ցույց տամ մի կարկառուն գործչի ռոժ, խնդրեմ։ Ուրեմն այս Homo sapiens-ը Արտուր հանրությանը հայտնի է որպես Spike ընկերություն, գիտեք բոլորը։ Spike ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյան։ Ուրեմն այս երևույթը մենք բոլորս գիտենք, որ Spike ընկերությունը փայ է եղել Միքայել Միասյանի հետ, Ռոբերտ Քոչարյանից հետ եւ 2018 թվականին, երբ իշխանությունը փոխվեց, Spike-ի Դավիթը չգիտես ինչ կասկածելի պայմաններում մեկ օրում Միքայել Միասյանի հետ մասնաբաժինը Spike-ում գնեց, դարձավ միակ սեփականատերը։ Նշեմ, որ այս երևույթը տարիներ շարունակ Ռուսաստանի դաշնություն ներմուծմամբ է զբաղվել գյուղմթերքի տարբեր ապրանքների եւ մեկ տարի առաջ Ռուսաստանի դաշնության ԻԱՊ մարմինները պարզել են, որ սրանք շուտով սխեմա են գծած եղել, որ խաբեություն է տեղի ունեցել, այս Դավիթիկին կանչին են իրանց մոտ եւ ասեն լսի երիտասարդ, եթե ուզում ես թողենք, որ մեր մոտ նույն գործը անես, աշխատես, պետքա մեր համար որոշակի պրոյեկտ անես քաղաքական, սա բնականաբար ասලා ոնց չէ, միանշանակ կանեմ, ինչա պետք է ասեք, մենակ իմ բիզնեսս, իմ փողս, այս կոմենքում ու ողջևորվել է Արտուր այդ խոսակցության ժամանակ, որպեսզի հավատարմության երթում տա, ընթացքում հայհոյել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հասցեին այդպես արտահայտություն արել, որպեսզի ասի ես լրիվ ինչ ասեք կանեմ, ես ինչ Հայաստանի ինչ բան։ Ուրեմն ինչա տեղի ունեցել Արտուր, այս քութիկին ձայնագրել են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունը ՖՍԲ-ն եւ հիմա սա Արա Աբրահամյան քութիկի հետ միասին ստեղի շուտ կուսակցություն ստեղծել, բացել, առը ինչ արել, պատասխանում է այս քաղաքական որոշակի գործունեության եւ որպեսզի այդ ծառայությունը ներկայացնի Ռուսաստանի Դաշնությանը, որ տեսեք ձեր ասածը անում եմ, թողեք իմ բիզնեսը աշխատեմ այս կոմենքում, ուրեմն լսի արա Դավիթիկ։ Այս քո ինֆորմացիան ես ճշտել էի, հարցում էի արել, արդեն եկել է թե դու ով ես, որ հորանունը Վեգները ինչա, Վենգերը ինչա, ուրեմն Արտուր այս երևույթը երկու բառով նշեմ սա ով է, որովհետեւ մեր հայրենակիցները իմանան։ Ուրեմն սա Արտուր Երևանում թիվ 1 տաքսու պարկ է եղել 90-ականներին, սովետական միության փլուզումից հետո մեր ժողովուրդը լավ գիտեն առաջին մասից այն կողմ Տեցիկ ռուգի կողմերը, հա։ Հիմա այդտեղ Spike-ը այդ իրենց ընկերությունն է։ Ուրեմն սրա հետ է եղել է տաքսու շոֆեր։ Երբ որ այդ սովետական միությունը փլուզվել է, այստեղ այնտեղ սրանք վաուչերներով այդպես մասնաբաժին են արել 35%-ը դրել են ինչ-որ եղբայր անունը Կոլյայի անունով, որպեսզի պետությունից այդ 30%-ը առնեն, տաքսի շոֆերներից վաուչերներ են արել, երկար պատմություն է։ Հիմա հետո ինքը քերին հերը բան, ասենք ինչ-որ խորհուրդ են ստեղծել այդ ընկերությունում 27 միլիոն դրամով հեկտարներով տարածք են ձեռք բերել խորհրդի որոշմամբ։ Խորհրդում իրանք են եղել, պատկերացնում եք Արտուր։ Այսինքն այդտեղ այդ բոլոր մախինացիաները, այդ ամեն ինչը այդտեղ ինձ մոտ պահված է, ամեն ինչ կա, բայց ինձ այս ինֆորմացիան ով փոխանցել էր, խնդրել էր, որ այս Դավիթիկին մի շատ կարևոր մեսիջ ուղարկեմ։ Եվ Արտուր, ինձ մեր ավակ ընկերներից չեմ ուզում ասեմ անուն ազգանունը, որովհետև որ ասեմ հնարավոր է սիրտ անոթային սրացումներով Դավիթիկին տեղափոխել մոտակա բժշկական կենտրոն, նշել էր, որ զգուշացնեմ սրան ուղի եթերով ու գրել էր, որ խելոք չմնաս Դավիթիկ, կարող է մարդկանց պատմեմ, ոնց ես քո հարազատ եղբայր Կոլյայից խլել այդ բիզնեսը, ոնց Կոլյան մեռավ, ոնց դու քերիդ ընդամենը 5 միլիոն դրամով իքթերը ձեզ ծախեցիք առաջին մասի տաքսու պարկը։ Ուրեմն
Դավիթիկ, Վենգերի տղա Դավիթիկ, լսի քեզ ինչ եմ ասում, արա, այ կենթանի։ Դու այլևս մեր խոշորացուցի տակ ես։ Ինչ վերաբերում է այդ Spike-ը ընկերությանը, դա պետքա պետականացվի Արտուր, այդտեղ Միշիկնա Փայեղե Քոչյանն է ով է եղել, սրա նմանները պետքա ենթարկվեն պատասխանատվության, որովհետև սրանք արդեն այլևս 5-րդ Շահասյան հիբրիդային պատերազմի մաս են կազմում։ Արդեն ծառայում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին, մեր ունեցած տեղեկություններով։ Իսկ ցավոք սրտի հեճուկս իրանց մեր ունեցած տեղեկությունները անընդհատ հաստատվում են։ Եվ Արա Աբրահամյանը հետը փախել է, ընդ պատասխանա պուտանկետ տղուն ամուսնացնի, ես սրանից դե 10-ով չի կա որպես պահում իր ջեբի։ Դուք այլևս վարված եք, ձեր բոլոր պլանները մեզ հայտնի է։ Պատրաստվեք ու այս երևույթը ինչ որ մտել քրեական ենթամշակույթ կրող հանձնավորություն կա, չեմ ուզում արձական ասեմ ու գովաշ չլինի, ինչ որ էտիա սա հարցերը լուծումը տենց ուրեմն լսեք արա։ Դուք չեք պատկերացնում ձեր հետ ինչ է ալնելու։ Բայց շուտով կտեսնեք։ Ես կարծում եմ նման կառույցները պետքա պետականացվի եւ նման մարդիկ պետքա ուղղակի Հայաստանի համար դառնան կամ ոչ ցանկալի կամ պետքա հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում, որովհետեւ ովքեր խենթանում են Ռուսաստանի Դաշնության համար, խնդրեմ, այնտեղ Լյուբյանկա գնան, այնտեղ ծառայեն իրանք։ Իրենց ողջ կյանքի ծառայությունը անցկացնեն Լյուբյանկայի պատվարներում։ Այո, Արտուր, եւ նաեւ մոտենանք այս կոնտեքստում մեր բացահայտման երկրորդ բացահայտմանը այսօր խնդրեմ մի փոքր պետք է խնդրեմ առաջ պահես ահա այս ուզում եմ ասել երիտասարդ է, բայց այդքան երիտասարդ չի, ուրեմն այս հերթական Homo sapiens-ը Արտուր ինձ եւս ինֆորմացիան ուղարկել էին, սա Կարեն Սաֆարյան հանդիսանում է Արչին բանկ ՓԲԸ խորհրդի նախագահ բանկի հիմնադրման պահից 2003 թվականից։ Ուրեմն մեր ունեցած հավաստի տեղեկություններով Կարեն Սաֆարյանը համարվում է Ռոբերտ Քոչյանի բիզնես պարտները եւ Ռոբերտ Քոչյանը, երբ որ կհիշեք Նիկոլ Փաշինյանը դատական նիստերի ժամանակ մարտի 1-ի գործով դատավորին ասել է գնացեք Քոչյանի 4 միլիարդը պարզեք որտեղից է։ Նկատի ուներ հենց սա։ Հենց այս Կարեն Սաֆարյան երևույթը սա համարվում է Ռոբերտ Քոչյանի բիզնես պարտներով, իսկ Ռոբերտ Քոչյանը ինչ է արել։ Իր փայը մի այնպիսի մարդու անունով է գրել, որ ուղղակի ոչ միտեղ չերևա, որ քաղաքական մարդ չի, բիզնեսմեն է, բանկիր է, բայց սա 2003 թվականից հանդիսանում է այդ բանկի խորհրդի նախագահան, ինչպես նշեցինք, իսկ 2003 թվականին գիտեք թե ինչպես այդ բանկը հիմնադրվեց Արտուր, ում ջանքերով, ով է այդ թեմաների մեջ, այդ Կարեն Սաֆարյան, այդ բանկի վերնախավախին Ռոբերտ Քոչյանի, Բադելյան Վալոդիայի բարեկամները աշխատում Ղարաբաղցի, որ դու հետները կապ չունես։ Ուրեմն սա եւս մեր խոշորացուցի ներկա է եւ մենք ապագայում ուղղակի այսօր եղանակային պայմաններն թույլ չէր տալի, որպեսզի մեր անօթաչու թռչող սարքը վեր բարձրանար Երևանի քաղաքապետարանի մոտակայքում եւ նկարահանենք, թե ինչպես մեր Երևանի քաղաքապետարանը նախկին քաղաքապետարանի շենքը դարձավ Արչին բանկի շենք Ռոբերտ Քոչյանի թեթև ձեռքով։ Սա այս Կարեն Սաֆարյան կոչվածը պետքա ենթարկվի մանրակրկիտ զննության, ինչպես ասում են, եւ պետքա հայտնաբերենք եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետքա միանշանակ սրանով զբաղվի Արտուր, որովհետեւ սրա ակտիվների մեծ մասը դա Ռոբերտ Քոչյանի թալանն է։ Սա համարվում է Ռոբերտ Քոչյանի բիզնես գործընկերը, որը որ չի երևում ոչ միտեղ, բայց այդ ակտիվները տիրապետում է ինքը Քոչյանի համար։ Եվ Ռոբերտ Քոչյան մոտենում է արդարադատության պահը։ Բջջեի հավաքի վերընկի ձեր զարում տելևիզորի դեմը, որտեվ թեժ է լինելու։ Դե ինչ արամ, շատ ուշագրավ էր այսօրվա քո ներկայացրած փաստերը շատ հետաքրքիր են, մեզ ակնկալում են, որ մենք հետևողական կլինենք եւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում անպայման եւս մեկ անգամ կգնանք եւ տեղում կնկարանենք մեր հայ ժողովրդի։ Մենք զբաղվում ենք արդեն այս քութիկներով։
Դե ինչ շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն ձեզ ելի հայրենակիցներ, որ այս մոտ 40 րոպեն անցկացրեցիք մեզ հետ։ Պետք է խնդրեմ ինչ եթերի ավարտը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը եւ կարողանաք առաջինը դիտել մեր տեսանյութերը, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք մեր տեսանյութերը, որպեսզի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս Փյորքում գտնվող մեր հայրենակիցները դիտեն։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր եք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։